Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր ձեր հետ միասին մենք խոսելու ենք կարևոր հարցերին, որոնք վերաբերվում են հայ-ադրբեջանական հարաբերություններին եւ այդ առումով առաջի հերթին ես պետք է կոչ անեմ ձեզ, որ չնայած վերնագրի միշտ լայքեք վերլուծությունը, գրեք մեկնաբանությունները եւ ցանկության դեպքում դուք կարող եք աջակցել իմ գործունեությանը նկարագրությունում նշված միջոցների շնորհիվ։ Անցնենք առաջ եւ առաջի հերթին ասեմ, որ ես պետք է երկրորդ հաշվետվությունը ձեզ տամ ադրբեջանական հանրային հեռուստաընկերությանը տված իմ հարցազրույցի հետ կապված, որովհետեւ օրերս դուրս է եկել երկրորդ արդեն սյուժեն ադրբեջանական հանրային հեռուստաընկերությունով, որտեղ որ իմ հարցազրույցներ եւ իրականում դա առաջի մեր հարցազրույցից մաս է վերցրած եւ երկրորդը դարավ, բայց առաջինը դեռ ամբողջությամբ չի դուրս եկել ադրբեջանական հեռուստաընկերությունով, բայց այս մասը արդեն դուրս եկել եւ ես իհարկե ձեզ պետք է մանրամասն ծանոթացնեմ, թե ինչու մասին է խոսքը։ Առաջ հերթին ասեմ, որ ես կիսվել եմ արդեն դրանով նույն Facebook-ում եւ YouTube-ում այստեղ, ուստի նորություն չէ այն ես հիմա ինչ ձեզ ասելու եմ, ներկայացնելու եմ, բայց ամեն դեպքում հաշվի առնելով, որ մենք նաեւ ձեր հետ միասին ակտիվ աշխատում ենք այստեղ ալիքի շնորհիվ, ասեմ ձեզ, որ դեկտեմբերի 18-ին երեկոյան թողարկման ընթացքում ադրբեջանական հանրային հեռուստաընկերության ժամը 8-ին է սկսվում եւ 8:04, ինչ նաեւ մեծ նշանակություն ունի, ինչ կարևորություն է Ադրբեջանը տալիս այս թեմաներին եւ նաեւ իմ մեկնաբանությունը որտեղ է ներկայացված, հնչել է այդ իմ հատվածը հարցազրույցից, որտեղ որ ես ասում եմ ճակերտներում. ես բարձր եմ գնահատում տնտեսական համագործակցության այս նոր ուղղությունները, այդ թվում Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարումը, նախ եւ առաջ հայ հասարակությունը բարձր է գնահատում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի որոշումը վերացնելու Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռների տարանցման վրա դրված սահմանափակումները, սա կարևոր քայլ է դեպի խաղաղություն եւ շարունակական համագործակցություն, մյուս կողմից այն նաեւ պայմաններ է ստեղծում Հայաստանի եւ թյուրքական պետությունների կազմակերպության միջև փոխշահավետ հարաբերությունների ձևավորման համար։ Ուրեմն հարգելի հայրենակիցներ, ես պետք է պարզաբանեմ եւ նաեւ հաշվետվության մաս է, որ ձեզ մանրամասն ներկայացնեմ, թե ինչ գնահատական եմ տվել եւ ինչու։ Սա շատ կարևոր է, որովհետեւ դուք գիտեք արդեն, այն մարդիկ, ով ինձ երկար ժամանակ է ճանաչում է, նույնիսկ առցանց, բայց ճանաչում է, գիտի իմ արժեքները, մոտեցումները եւ գիտի, որ ես դիվանագետ եմ, ոչ միայն մասնագիտությամբ, այլ իմ գործունեությամբ, եւ միևնույն ժամանակ ես միշտ ուղիղ ասում եմ նաեւ ճշմարտությունը, որտեղ որ դրա անհրաժեշտությունը կա, որ ուղիղ ասվի, իսկ կա տեղեր, որտեղ որ դիվանագիտական բառապաշարը շատ ավելի կարևոր է։ Հիմա ինչ վերաբերվում է այստեղ իմ ասածին, այն որ բարձր եմ գնահատում տնտեսական համագործակցությունը, սա վերաբերվում է նրան, որ Հայաստան-Ադրբեջան տնտեսական համագործակցությունը դրված է Հայաստանի պետական շահերի եւ ռազմավարության եւ մոտեցումների մեջ։ Ուստի ես համահունչ եմ Հայաստանի պետական քաղաքականությունը, որը համարում եմ, որ ճիշտ քայլեր են, որովհետեւ խաղաղության ապահովելու համար պետք է նաեւ տնտեսական կապեր։ Սա չի նշանակում, որ տնտեսական կապերը պետք է Հայաստանի Հանրապետության համար սպառնալիքներ ստեղծեն։ Սա չի նշանակում, որ Հայաստանը պետք է կախված դառնա Ադրբեջանից որևէ առումով, սա չի նշանակում, որ բոլոր այն բեռները, որը գալիս են Ադրբեջանի տարածքով, չպետք է անցնեն պատշաճ ստուգումներ, ինչպես Հայաստանից բեռները, ինչպես բոլոր ուրիշ պետություններից եկած բեռները եւ այլն։ Ուրեմն այնինչ չի ասվում, չի նշանակում, որ դա ուրեմն ներառված չէ այդ տրամաբանության մեջ կամ հակառակը։ Սա շատ կարևոր նրբություն է, որովհետեւ մեր հասարակությունը
դեռ քաղաքական կրթություն ստանալու մեծ անհրաժեշտություն ունի, լայն հասարակությունը նկատի ունեմ, այս ալիքի անդամներին նկատի չունեմ, որովհետև ես տեսնում եմ ձեր մեկնաբանություններից եւ նաեւ մեր աշխատանքը դրան էր ուղղված, որ այդպիսի ուրեմն մթնոլորտ ձևավորված լինի, որի շնորհիվ փաստացի չեր լինի անհրաժեշտություն պարզաբանելու այսպիսի հարցեր։ Հիմա ինչ վերաբերվում է հարգելի հայրենակիցներ մյուս հատվածին այս իմ գնահատականի, այսինքն երբ ես այստեղ ասում եմ, որ հայ հասարակությունը բարձր է գնահատում Ադրբեջանի նախագահի այս որոշումը, տեսեք, Ալեքսա, կիսեք մի քանի բաղադրիչի, հա, հայ հասարակության անունից գնահատական տալու իրավունքը, որի մասին ինձ արդեն հուշեցին։ Տեսեք, հայ հասարակության ամբողջ հասարակության անունից որևէ մեկը խոսել չի կարող։ Այդ թվում ընտրված վարչապետը կամ ընտրված ազգային ժողովը նույնիսկ, որովհետև բոլոր հայերը չեն քվեարկում։ Ոչ միայն բոլոր Հայաստանի Հանրապետության քաղաքացիները չեն քվեարկում, շատերը չեն գնում ընտրությունների առհասարակ։ Երևի մի մասը, չտեսնելով այդ քաղաքական ուժերի մեջ իրեն մոտ արժեքներ ունեցող քաղաքական ուժ։ Ուստի հասարակության մեկ մասը առհասարակ ընտրություններում չի մասնակցում եւ մի մասը մասնակցողի առհասարակ չի ընտրում իշխանությունին։ Ուստի նույնիսկ իշխանությունը չի կարող խոսել բոլոր հայերի կամ Հայաստանի քաղաքացիների անունից, հայերի մասին առավել ինչ խոսենք, աշխարհասփյուր հայության անունից ով կարող է խոսել, փաստացի չկա այդպիսի մարմին, չկա այդպիսի լեգիտիմություն։ Բայց մենք կարող ենք խոսել ընդհանուր գնահատականների մասին, այն էլ պետք է հասկանանք ինչ համատեքստում։ Ադրբեջանական ԶԼՄ-ին ասված այս իմ հայտարարության համատեքստում հայ հանրության մոտեցումը վերաբերվում է ընդհանուր այն մթնոլորտի, որը ձևավորված է հայ հասարակությունում։ Ընդգծեմ, Հայաստանում տեղի չեն ունենում ցույցեր լայնածավալ այս ուրեմն տնտեսական կապերի բացման դեմ, ուստի հանրության մեկ մասը փաստացի եւ դա երևում է տարբեր նաեւ նույն այս մեր վերլուծությունում, մեկնաբանություններում եւ այլն շատ եթերներում եւ այլն, որ հանրության մեկ մասը սա դրական է գնահատում, մյուս մասը շատ մեծ մասը նաեւ չեզոք համարում է, որ սա կարող է ոչ այդքան դրական, բայց ոչ էլ բացասական գործընթաց է, որովհետև կարա օգտակար հայտնվի։ Մի մասը իհարկե սրան նայում է բացասական առումով, տեսնելով սրա մեջ պոտենցիալ վտանգներ։ Ես արդեն նշեցի, որ պոտենցիալ վտանգներ ես էլ եմ տեսնում։ Ուստի սա նրա մասին չէ, որ սրանում որևէ մեկը վտանգ չի տեսնում։ Բայց հաշվի առնելով, որ հանրությունում ձևավորված է խաղաղության օրակարգի հանդեպ ընդհանուր առումով գնահատական, ապա մենք պետք է իհարկե որոշում կայացնողը նաև ով է Ադրբեջանում կոնկրետ անձ, որը մեկ անգամ ասեմ եւ ամեն րոպե չկրկնեմ, հասկանալի է եւ մենք գիտենք բռնապետ է եւ Ադրբեջանը ժողովրդավարություն չէ, բռնապետություն է, ուրեմն եթե մենք ուզում ենք բռնապետության հետ հարաբերություններ կայունացնել, ապա մենք պետք է հաշվի առնենք այնտեղ ձևավորված պետական կառավարման համակարգը։ Ես տեսեք, բացում եմ այն բաները, ինչ ուղիղ ձեզ վարչապետը չի կարող ասել։ Մեծ ցանկությունով երևի ասեր, բայց չի կարող ուղիղ այսպես ասել, որ մենք ստիպված հարգում ենք Իրանում այսպիսի եղած համակարգը կառավարման, որտեղ որ հոգևոր առաջնորդ կա եւ ինքն է ղեկավարում պետությունը։ Մենք սա չի նշանակում, որ մենք կիսում ենք կամ ընդունում ենք կամ համարում ենք ճիշտ այդ իրավիճակը, բայց շատ հարգանքով ենք վերաբերվում։ Ադրբեջանում էլ ինչպիսի համակարգ կա, դա առհասարակ չի նշանակում, որ մենք գոհ ենք, բայց դա մեր գործը չի։ Մեր գործը չի Ադրբեջանի ներքին գործերի մեջ միջամտելը, բայց ոչ էլ Ադրբեջանը պետք է մեր ներքին գործերի մեջ միջամտի։ Սա ուրեմն այսօրվա պետական միջազգային հարաբերությունների կենսական կարևոր մաս է միմյանց ներքին գործերի մեջ չմիջամտելը։ Ուրեմն այդ առումով հաշվի առնելով հանրային հեռուստաընկերությունը, ինչ բովանդակություն ունի Ադրբեջանում ել ավելի բռնապետական համակարգի շնորհիվ, հաշվի առնելով այնտեղ անձի կարևորության նշանակությունը եւ համակարգը, որը Ադրբեջանում ձևավորված է, եթե մենք ուզում ենք
այդ պետության հետ հարաբերությունները բարելավել, կայունացնել, եթե դա մեր նպատակների եւ մեր շահերի մեջ մտնում է, իսկ ես ասեմ, որ մտնում է եւ բազում անգամ բացատրել եմ ինչու է մտնում, ինչներիս է պետք խաղաղություն, ոնց պետք է հասնենք խաղաղությանը եւ այդ թվում այս քայլերը նաեւ ուղղված են գործնային առումով խաղաղության հասնելուն, որովհետեւ մի կողմից հարգելի հայրենակիցներ մենք վերլուծում ենք ձեր հետ իրադարձությունները, մյուս կողմից ազդում ենք իրադարձությունների վրա իմ հարցազրույցների շնորհիվ, բայց երրորդ առումով մասնակցում եմ ուղղակիորեն գործունեության, գործընթացների մեջ, կլիներ դա Հայաստանում տարբեր քայլերի միջոցով, թե հիմա Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգում այս հարցազրույցների եւ այս մասնակցության միջոցով իմ ներդրումը ունենալու, որովհետև ես բացատրեցի, որ սա վերաբերվում է նաև այն դերին, որը Վրաստանի հայությունը այդ առումով ունի։ Ուստի շատ բազմաշերտ, անկեղծ ասած, բարդ իրավիճակ է իմ համար, որովհետև տարբեր շերտեր ունի, տարբեր ուղղություններ եւ պետք է կարողանամ այս իրավիճակում ամբողջությամբ անկեղծ միևնույն ժամանակ վստահությունը պահպանեմ հանրության եւ միևնույն ժամանակ կարողանամ այս նուրբ դիվանագիտական ճանապարհով անցնեմ, բայց ասեմ ձեզ, որ ձեր շնորհիվ դա ստացվում է, ձեր աջակցության եւ ձեր մեկնաբանությունների, որ ես կարդում եմ, ինձ բավարար է, որ ես հասկանամ, որ հայ հանրությունը հասկանում է ես ինչ եմ անում։ Սա հիմա այն, որ ուրեմն Իլհամ Ալիևի այսպես ասած աջակից ինչ որ առումով կամ դրական գնահատական տվող իր քայլերին Հայաստանի կամ հայության դեմ չեմ դարել, կարծում եմ դա պարզ է։ Եթե որևէ մեկին պարզ չէ, հերու չգնանք անցյալը, որտեղ որ տարիների ընթացքում իմ գնահատականները կան, այդ թվում պատերազմի տարիների ընթացքում Facebook-ում եւ ուրիշ տեղերում նաեւ YouTube-ում էլ հերիք է նայել մի քանի օր առաջ իմ գնահատականները, որը վերաբերվում էին նույն Իլհամ Ալիևի դեկտեմբերի սկզբներին կոնֆերանսում հայտարարություններին, որոնք ճակերտներում Արևմտյան Ադրբեջանի թեզին էին վերաբերվում։ Հերիք է գնալ եւ նայել եւ բոլորը կհասկանան ինչ գնահատականներ եւ մոտեցումներ ունեմ։ Նորից առանց վիրավորելու, որովհետեւ դիվանագիտությունը նրա մասն է, որ որևէ մեկին վիրավորել անհրաժեշտություն չկա։ Ուղղակի պարոն Ալիևի շահերը, մոտեցումները շատ դեպքերում հակասում են մեր, այսինքն մեր ազգի, Հայաստանի այս դերում ես Հայաստանի հիմա մասն եմ խոսում, որտեղ առանձին հատվածներ եւ վայրեր կա, որտեղ որ ես երբ ասում եմ մեր նկատի ունեմ Վրաստանը, այնտեղ էլ մեկ-մեկ նկատի ունեմ Վրաստանի հայությունը, մեկ-մեկ նկատի ունեմ Վրաստանը ինչպես պետություն, որի ես քաղաքացի եմ։ Մի խոսքով մի քիչ բարդ է, բայց հասկանալի է կարծում եմ։ Իլհամ Ալիևի ուրեմն քաղաքականությունը ակնհայտորեն շատ հարցերում չի համընկնում, չի համապատասխանում, բայց ընդմիշտ թշնամիներ եւ դաշնակիցներ չկան, սա դիվանագիտությունում ամենապարզ հայտարարություններից մեկն է։ Ինչ նկատի ունեմ, կա շահեր, կա ընդմիշտ շահեր։ Այդ նախադասությունը դրանով է ավարտվում։ Մեր գլխավոր սխալը նրանում էր, որ մենք համարեցինք Ռուսաստանին ընդմիշտ դաշնակից։ Դա այդպես չէ։ Ռուսաստանը եղել է մեր դաշնակիցը դարեր առաջ, երբ իրավիճակը այնպիսին է եղել այստեղ, որ համընկնել են մեր շահերը, եւ եղել է ժամանակներ, երբ հակառակը չի համընկնել է մեր հակառակորդների թշնամիների հետ, եւ Ռուսաստանը արել է այն, ինչ իր շահերի մեջ է մտնում։ Մենք սխալվել ենք, հիմա մենք մեր սխալը ուղղում ենք։ Ինչը նույնը վերաբերվում է Ադրբեջանին եւ Թուրքիային, եւ բոլորին առհասարակ, Իրանին էլ, Իրանի հետ էլ ենք ունեցել պատերազմներ, բոլորը շատ լավ գիտեք, նկատի ունեմ, հա, Պարսկաստանի։ Եվ սա նշանակում է, որ մենք նաեւ պետք է նայենք այս հարցին հենց այդպիսի տրամաբանությունով։ Հիմա ավարտեմ հենց այս նախադասությունով։ Տեսեք, կարճ գնահատական է, բայց իրականում երկար կարելի է խոսալ սրա մասին։ Հետո ես նշում եմ այստեղ, որ ուրեմն Ադրբեջանի տարածքով, որ այստեղ բացվել են բեռների տարանցման վրա դրված համանախապակումները։ Ուրեմն այստեղ միայն ադրբեջանական բեռների մասին չէ խոսքը։ Այստեղ խոսքը նաև իհարկե վերաբերվում է ակնհայտորեն Ադրբեջանի տարածքով
եկած բեռների։ Դա կլինի ղազախական ցորենը, դա օրինակ է, թե կլինի ուրիշ որևէ բան, արեք շարունակենք, հա, Ղազախստանից, Ուզբեկստանից, Թուրքմենստանից, Ղրղստանից, Տաջիկստանից, Չինաստանից, ամեն ինչ մեզ անհրաժեշտ է, կարա գալ նաև Ադրբեջանի տարածքով, տարանցիկ, Ռուսաստանից նաև։ Ինչքանով է դա ձեռնտու, իհարկե դա չպետք է լինի միակ ճանապարհը, եւ ակնհայտ է, որ այդ ճանապարհի վրա մենք 35 տարի հույս չենք ունեցել։ Ուստի ուրիշ ճանապարհներ ունենք, որի վրա հույս ունենք։ Եվ այդ ճանապարհի բացումը մեզ կախված չի դարձնում այդ ճանապարհից, բայց դարձնում է ավելի մրցունակ։ Ինչ վերաբերվում է Ադրբեջանին, ապա Ադրբեջանի համար էլ Հայաստանի տարածքով կապերը Թուրքիայի հետ կարևորագույն նշանակություն ունի, որովհետև մենք տեսնում ենք Վրաստանի դերը։ Առհասարակ այն, որ Նիկոլ Փաշինյանը բացահայտ ասեց, որ խնդիրը կա Վրաստանի հետ կապված բեռնափոխադրումների ուղղությունով եւ հաստատեց դա, դարել է Վրաստանում կարևորագույն թեմաներից մեկը։ Եվ դա, հարգելի հայրենակիցներ, նշանակում է մեկ պարզ բան, որ խնդիրը կա, խնդիրը, որի մասին մենք ձեր հետ միասին կարծեմ առաջինն էինք, ով ներկայացրեցինք հայկական վերլուծական դաշտում, ակնհայտորեն մեծ կարևորություն ունի եւ հիմա կողմերը Ադրբեջանը եւ Հայաստանը փնտրում են այլ ընտրանքներ։ Ինչու՞, որովհետև կողմերը հասկանում են, որ Վրաստանը, այսինքն Ռուսաստանի վերահսկողություն տակ գտնվող այս պահին պետությունը վստահելի գործընկեր չէ եւ չի կարող լինել այսպիսի բեռնափոխադրումների եւ տնտեսական լոգիստիկ կապերի ուղղությունով։ Եվ սա շատ կարևոր հարց է։ Դրանից հետո ես ավելացնում եմ այստեղ, որ մյուս կողմից այն նաև պայմաններ է ստեղծում Հայաստանի եւ թյուրքական պետությունների կազմակերպության միջև փոխշահավետ, ընդգծում եմ, հարաբերությունների ձևավորման համար։ Հարգելի հայրենակիցներ, մենք ձեր հետ միասին վաղուց խոսել ենք թյուրքական պետությունների միության զարգացման, կազմակերպության զարգացման, ուրեմն տարբեր ոլորտներում համագործակցության, պոտենցիալ վտանգների եւ առհասարակ այդ կառույցի կազմակերպության գաղափարների եւ այլն հարցերի մասին։ Սա նշանակում է, հարգելի հայրենակիցներ, որ այդ կազմակերպությունը լրջագույն նշանակություն ունի արդեն։ Եվ մենք իհարկե ունենք ձեր հետ միասին այստեղ ընտրելու հնարավորություն։ Մենք պատկերացնում ենք մեզ թյուրքական պետությունների կազմակերպության հետ հակամարտության տրամաբանության մեջ, թե պատկերացնում ենք մեզ փոխշահավետ համագործակցության մեջ։ Շատ կարևոր է, որովհետև իմ ասածը այն է, որ սա պետք է լինի փոխշահավետ։ Եթե մենք թյուրքական պետությունների կազմակերպության հետ մտնում ենք փոխշահավետ հարաբերությունների մեջ, եւ դրա վառ օրինակը առաջերտին այն է, որ Հայաստանը երկար ժամանակ է ունի տնտեսական եւ ոչ միայն հարաբերություններ Կենտրոնական Ասիայի թյուրքական պետությունների հետ, այդ թվում Ղազախստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի եւ Ղրղստանի հետ, ապա հակամարտություն միայն Ադրբեջանի հետ կա, որովհետև հակամարտություն Թուրքիայի հետ փաստացի անկախությունից ի վեր չի եղել։ Թուրքիան է փակել սահմանը Ադրբեջանի հետ հակամարտության պատճառով։ Բայց մենք չունենք հակամարտություն Թուրքիայի հետ, չունենք տարածքային խնդիր Թուրքիայի հետ եւ այլն։ Ուստի, հարգելի հայրենակիցներ, շատ կարևոր է արձանագրել, որ մենք թյուրքական պետությունների միության կազմակերպության հետ արդեն ունենք շատ կարևոր բազմաշերտ հարաբերություններ։ Հիմա երբ մենք տեսնում ենք, որ այս պետությունները մոտեցնում են իրենց դիրքորոշումը, եւ մենք ձեր հետ միասին սրա մասին բազմաթիվ վերլուծություններ ենք կազմակերպել, եւ որ տեսնում ենք, որ իրանք տարբեր հարցերի շուրջ մոտեցրել են իրենց մոտեցումները, նկատի ունեմ կլինի սա տնտեսական, կլինի սա մշակութային, թե ռազմական, թե անվտանգային եւ այլն, ապա մենք հասկանում ենք, որ հակամարտության ընդլայնման դեպքում Ադրբեջանից դեպի թյուրքական պետությունների կազմակերպություն
ընդհանուր առումով, սա կարող է լինել լրջագույն սպառնալիք մեր համար։ Միայն Ադրբեջանի հետ հակամարտությունը արդեն լրջագույն սպառնալիք է։ Հիմա այն իրավիճակում, երբ մենք մի կողմից բարելավում ենք, խորացնում ենք հարաբերությունները Կենտրոնական Ասիայի թուրքական պետությունների հետ, մյուս կողմից Ադրբեջանի հետ փորձում ենք կայունացնել եւ խաղաղության օրակարգ ձևավորել եւ նույն ժամանակ փորձում ենք Թուրքիայի հետ հարաբերությունները վերականգնել կամ ձևավորել, ապա տրամաբանական չէր լինի, որ մենք թյուրքական պետությունների կազմակերպության հետ ինչպես միասնական ուժ չուզենանք ուրեմն հարաբերությունները զարգացնել, բայց ընդգծում եմ փոխշահավետ տրամաբանությամբ։ Սա նշանակում է, որ հակառակը Հայաստանը այսպիսի խոչընդոտից, որը թուրքերը պատկերացնում են, որ Հայաստանը այսպիսի խոչընդոտ է թյուրքական աշխարհի ճանապարհին, դառնում է եւ պետք է դառնա փոխշահավետ գործընկեր։ Ես սրա մասին օրերս նաև Իսրայելի լրագրող, իսրայելցի լրագրողին Լարի Լաքսներին տված իմ հարցազրույցում, որը նաև կիսվել եմ իմեջի վրա, այստեղ YouTube-ում էլ եւ կարող եք տեսնել post-երում, այդ գրառումների հատվածում, հստակ ասել եմ, որ հավատում եմ, որ հնարավոր է Ադրբեջանի հետ հարաբերությունները զարգացնել, այսինքն հասնել խաղաղության օրակարգին, միայն մի դեպքում, եթե Հայաստանը լինի պատշաճ մակարդակով զարգացած եւ անվտանգ, որ կարողանա իր սեփական սահմանների անվտանգությունը ապահովել, եւ ասել են, որ մենք պետք է լինենք Իսրայելի նման Միացյալ Նահանգների ռազմավարական դաշնակիցը, ինքնաբավ տերություն ռազմական եւ տնտեսական առումներով, ինչպիսին Իսրայելն է։ Ես սա ասել եմ, որովհետեւ ես ոչ միայն սրան հավատում եմ, այլ ես գործում եմ այս ուղղությամբ եւ սա իմ քաղաքական օրակարգն է։ Հիմա, հարգելի հայրենակիցներ, սա ինչ է նշանակում, որ զուգահեռ նրա, որ մենք ուզում ենք թյուրքական պետությունների կազմակերպության հետ մեր հարաբերությունները բարելավել եւ դառնալ փոխշահավետ գործընկերություն ունենալ, մենք անպայմանորեն պետք է ապահովենք Հայաստանի Հանրապետության հնարավորությունները ռազմական, տնտեսական, քաղաքական, աշխարհաքաղաքական, ժողովրդագրական եւ այլն շատ կարևոր բոլոր ուղղություններով նրա համար, որ Հայաստանը լինի իրոք այդպիսի անվտանգ տերություն եւ իրոք կարողանա փոխշահավետ հարաբերություններ ձևավորել։ Բացի դրանից, այսպիսի մեր մոտեցումը դիվանագիտական առումով դարձնում է Հայաստանը ոչ թե թիրախ, այլ դարձնում է Հայաստանը գործընկեր։ Գլխավոր հիմքը այդ մոտեցումի այն է, որ Հայաստանը պահում է իր ամբողջ ուրեմն ինքնիշխանությունը հայկական բոլոր տարածքների վրա, նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված ինքնիշխան տարածքները 29743 քառակուսի կիլոմետրով, այդ թվում պահում է ամբողջ իր ինքնիշխանությունը բոլոր այդ լոգիստիկ կապերի վրա, որոնք բացվում են Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև կամ Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև։ Ուստի փոխշահավետը այստեղ այն է, որ մենք պետք է նաեւ այստեղից ունենանք շահավետ այսպիսի հետևանքներ եւ մեր շահերը պետք է լինեն նաև արձանագրված հավասար Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերի, ինչպես հավասար գործընկեր։ Սա շատ կարևոր է։ Սա պետք է ապահովի միևնույն ժամանակ ինչպես խաղաղությունը, այդպես էլ տնտեսական համագործակցությունը պետք է բերի Հայաստանին տնտեսական օգուտներ, միևնույն ժամանակ մենք պետք է կարողանանք այս խաղաղության ժամանակ օգտագործել այդ օրակարգի համար, որ ես ասացի, Կովկասում Իսրայել դառնալու, Իսրայելի պես պետություն դառնալու օրակարգով, զուգահեռ դրա մենք նաև պետք է կարողանանք ապահովել այնպիսի բալանս արտաքին քաղաքական, որի շնորհիվ կկարողանանք փաստացի կանխել որևէ այս օրակարգից դուրս գալու ցանկություններ Ադրբեջանի կողմից։ Թուրքական պետությունների միության հետ հարաբերությունները բերում են հնարավորություններ, որովհետև հատկապես այն պետությունները, որոնք ուրեմն
landlocked են կոչվում Կենտրոնական Ասիայի, որոնց համար լոգիստիկ կապերը կենսական նշանակություն ունեն, այդ թվում առաջերտի նկատի ունեմ Ղազախստանը, իրանց համար Հայաստանի կարևորությունը գնալով աճում է եւ այս լոգիստիկ կապերի TRIP-ի այդ թվում կարևորությունը շարունակական աճելու է։ Այդ թվում աճելու է միջև այդ, ինչ մեծ նախորդ իմ ելույթում ես խոսացի այստեղ ալիքում, Ղազախ Իջևան եւ Գյումրի Կարս երկաթուղու վերականգնման հարցը, որը շատ ավելի շուտ հնարավոր է անել եւ ես հուսով եմ, որ կանենք, քան թե TRIP-ը պետք է կառուցվի։ Եթե TRIP-ի կառուցելուն պետք է 2 տարի, ապա ուրեմն այդ երկաթուղին վերականգնելու համար առնվազն Ղազախ-Իջևան ուղղությունով պետք է մի քանի ամիս։ Եվ հուսով եմ, որ մենք դա կանենք, որովհետև դա կտա հնարավորություն շրջանցել Վրաստանի այդ քաղաքական ազդեցությունը։ Բացի դրանից, հարգելի հայրենակիցներ, այս իմ ելույթը ինչ նպատակներ ուներ, հա, մի կողմից սա ցույց է տալի, որ մենք խաղաղության օրակարգի համար պատրաստ ենք, մյուս կողմից ցույց է տալի, որ մենք ավելի լայն ենք տեսնում հարաբերությունները Ադրբեջանի հետ եւ թույլ չենք տալու, որ թուրքական պետությունների կազմակերպությունում Ադրբեջանը Հայաստանը ներկայացնի ինչպես թշնամի, հակառակը մենք ինչքան կարելի ավելի շատ գործընկեր պետք է ունենանք թուրքական պետությունների կազմակերպությունում եւ այդ նպատակով Ղազախստանի հետ կնքված ռազմավարական հարաբերությունները հիանալի հիմք են, բայց ես կարծում եմ, որ այդ ուղղությունով պետք է շարունակել իհարկե եւ Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ղրղստանը հետաքրքիր ուղղություններ են էլ ավելի խորացնելու մեր հարաբերությունները։ Թուրքիայի հետ նաև մենք առաջընթաց ակնհայտորեն տեսնում ենք քաղաքական գնահատականներում օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիվանագետների հետ հանդիպման ընթացքում իր երկրի արձանագրել է, որ Հայաստանի հետ կա առաջընթաց եւ որ գալիք տարվա սկզբում մի քանի սիմվոլիկ քայլեր է արվելու, միանգամից ընդդիմությունը սիմվոլիկը կոչեց, որ սիմվոլիկ է, այո, սիմվոլիկ է, բայց դա չի նշանակում, որ առանց քաղաքական բաղադրիչի է լինելու այդ սիմվոլիկը եւ այդ թվում հուսով եմ, որ սիմվոլիկի մեջ ներառվելու է երրորդ պետությունների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանի բացումը։ Սա պետք է նաև արձանագրենք, որ կարևոր քայլ կլինի, ինչպես նաև Անի կամուրջի վերականգնման ուղղությամբ ենթադրում եմ, որ սիմվոլիզմը նաև այդտեղ է, որովհետև դրա մասին կողմերը երկար ժամանակ է առհասարակ խոսում եւ աշխատում էին։ Բացի դրանից, հարգելի հայրենակիցներ, պետք է ձեզ նաև տեղյակ պահեմ, որ 3 եւ առաջի օրը հանդիպումներ են տեղի ունեցել Երևանում եւ Բաքվում Միացյալ Նահանգների բարձր պաշտոնյաների եւ պատվիրակությունների կողմից քննարկվել է օգոստոսի 8-ի փաստաթղթի իրականացումը, այդ թվում տարբեր ոլորտներում եւ համարում եմ, որ սա առհասարակ շատ կարևոր նշանակություն ունի այսպիսի քայլերը եւ սա մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ փաստացի համագործակցությունը օգոստոսի 8-ի օրակարգով անցնում է գործնային արդեն փուլ։ Երևանում հանդիպումը դեկտեմբերի 18-ին է տեղի ունեցել բարձր պաշտոնյա Միացյալ Նահանգների եւ Հայաստանի պաշտոնյաների միջև։ Առաջի սա հանդիպումներ, որը վերաբերվում էր երկկողմ աշխատանքային խմբերի աշխատանքի սկզբին, որը օգոստոսի 8-ի փաստաթղթով ամրապնդված է, կողմերը քննարկել են ուրեմն տնտեսական կապերի, հատկապես էներգետիկ անվտանգության ապահովման, միկրոչիպերի ուղղությունով համագործակցության եւ արհեստական բանականության զարգացման, ինչպես նաեւ Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների եւ սահմանի անվտանգության հարցերի ուրեմն հարցերն են քննարկել կողմերը եւ ոչ միայն հարցերը, այլ համատեղ գործունեությունը այս ուղղություններով Միացյալ Նահանգները ուրեմն ակնկալում է եւ շատ է գնահատում ռազմավարական գործընկեր Հայաստանի հետ այս աշխատանքը, որը նպատակ ունի Թրամփի օրակարգը խաղաղության եւ բարգավաճման Հարավային Կովկասում զարգացնի։ 3 արդեն
նույն տեղեկատվությունը տարածեց Միացյալ Նահանգների դեսպանությունը Բաքվում, բարձր պաշտոնյա Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են նույն այդ տրամաբանության մեջ, կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային լոգիստիկ կապերի եւ առևտրի, տնտեսական համագործակցության, այդ թվում արհեստական բանականության, թվային ենթակառուցվածքների եւ անվտանգային համագործակցությունը եւ Միացյալ Նահանգները նաեւ այդ ուղղությունով սպասում է ակտիվ համագործակցությանը կողմերի միջև։ Հետաքրքիրը այն է, որ այստեղ ուրեմն եթե համեմատենք, ապա Հայաստանի դեպքում նշված ուրեմն էներգետիկ անվտանգությունը, իսկ Ադրբեջանի դեպքում դա նշված չէ եւ նշված է տարածաշրջանային կապակցվածությունը, ակնհայտ է, որ Հայաստանի համար կարևորը հենց էներգետիկ անկախությունն է, իսկ Ադրբեջանի համար լոգիստիկ կապերը առաջի հերթին։ Երկրորդը տնտեսական ներդրումներ են քննարկել Ադրբեջանի հետ, նկատի ունեմ երևի այդ թվում նավթի հետ կապված այդ ուղղություններով, իսկ Հայաստանի հետ քննարկել են չիպերի հարցը եւ արհեստական բանականության զարգացումը, իսկ Ադրբեջանի հետ ուղղակի այդ թվում արհեստական բանականությունն են քննարկել, ոչ թե բանականության զարգացումը, բայց չիպերի հարց առհասարակ չկա Ադրբեջանի դեպքում օրակարգում։ Ադրբեջանի հետ եթե թվային ենթակառուցվածքներն են քննարկել, ապա մեր հետ արդեն նշեցի, որ հենց այդ չիպերի եւ արհեստական բանականության զարգացումը եւ եթե Ադրբեջանի հետ անվտանգային հարաբերություններն են քննարկել, ենթադրում եմ դա վերաբերվում է Իրանի ուղղությամբ, որտեղ որ համագործակցությունը երկար ժամանակ է Միացյալ Նահանգները եւ Ադրբեջանը ունեն, ապա Հայաստանի հետ կապված սահմանային անվտանգությունը, որը կենսական նշանակություն ունի մեր համար, հաշվի առնելով սահմանին տիրող իրավիճակը։ Ուստի այս ուղղությունով, հարգելի հայրենակիցներ, մենք տեսնում ենք, որ շատ կարևոր այսպիսի հարցեր են առաջանում եւ հնարավորություններ են բացվում։ Եվ համարում եմ, որ սա նաեւ հետաքրքիր եւ կարևոր հարց է, որը մենք ձեր հետ միասին նաեւ պետք է ուշադրության կենտրոնում պահենք։ Շնորհակալ եմ, հարգելի հայրենակիցներ, ուշադրության համար, կշարունակենք մեր քննարկումները, մինչ հանդիպում, ցտեսություն։